Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ հոգեներգործուն նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացումը մշտադիտարկող և գնահատող միջգերատեսչական խորհրդի նիստը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության ղեկավար կազմն ու միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, այդ թվում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ ռազմավարությամբ առաջին անգամ մեկտեղվում և փոխլրացվում են հանրային անվտանգության և հանրային առողջապահության բաղադրիչները, ապահովելով խնդրի առավել ամբողջական և համակարգային հասցեագրում։ Անդրադառնալով կատարված աշխատանքներին Արփինե Սարգսյանը նշել է, որ մի շարք ուղղություններով առաջընթաց կա, բայց կարևոր է միջոցառումների բովանդակության ամբողջ ծավալով իրականացման տեմպերը գնահատելով ոչ գոհացուցիչ։ Կարևորելով միջոցառումների իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների վրա կենտրոնանալը, նախարարն ընդգծել է ըստ լուծման ուղղությունների յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող արդյունքների հստակեցման անհրաժեշտությունը։ Նախարարը նշել է, որ իրական պատկերի գնահատման և համակարգված առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ է շահագրգիռ գերատեսչությունների միջև կառուցողական համագործակցություն։ Այդ համատեքստում անդրադառնալով հասարակական կազմակերպությունների դերակատարմանը, Արփինե Սարգսյանը նշել է, որ ռազմավարությամբ սահմանված արդյունքներին հասնելու համար կարևոր նշանակություն ունի հասարակական կազմակերպությունների նախաձեռնողականությունը։ Կարևորվել է նաև բնակչության իրազեկման բաղադրիչը։ Խորհուրդն արձանագրել է, որ իրականացվող միջոցառումները դեռևս լիարժեք չեն համապատասխանում ռազմավարությամբ սահմանված բովանդակային պահանջներին։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել իրազեկման ձևաչափերը, դրանք դարձնելով առավել բազմաշերտ, գործնական և տարբեր թիրախային խմբերի համար հասանելի։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է ներքին գործերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համատեղ աշխատանքը, ընդգծելով, որ իրազեկման միջոցառումները չպետք է սահմանափակվեն միայն հանցավորության կանխարգելման բաղադրիչով, այլ պետք է ներառեն նաև առողջապահական, կրթական ուղղությունները, պետք է հաշվի առնել զինված ուժերի փակ հաստատությունների առանձնահատկությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրազեկման միջոցառումների բովանդակության և մեթոդաբանության մշակման գործընթացում ներգրավել համապատասխան մասնագիտական ներուժ, այդ թվում հոգեբանների, սահմանվել է վերջնաժամկետ։ Անդրադարձ է կատարվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քրեական վարույթների ընթացքին, դրանց արդյունավետության գնահատմանը։ Խորհուրդն արձանագրել է, որ պետք է վերլուծվեն 2025-2026 թվականների քրեական վարույթների վիճակագրական պատկերը արդյունավետության գնահատման վերաբերյալ կոնկրետ և թիրախային վերլուծությունների հանգելու համար։ Քննարկվել է իրավապահ մարմինների նյութատեխնիկական համալրվածության ընթացքին վերաբերող հարցեր։ Ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցված աշխատանքը։